24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Վերջին մեկ օրվա ընթացքում, երկու օրվա ընթացքում Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, ինչը հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իբրև թե Հայաստանը ռազմական գործողություններ է կիրառել սահմանին, նաև ԵՄ դիտորդներն են հերքել այս տեղեկությունը, եւ այս ամենը կատարվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցման այսպես խոսակցությունների ֆոնին։ Ինչ նպատակ ունի այս ամենը, ինչ են ուզում հասնել։ Խաղաղության պայմանագրի հետ նախագծի համաձայնեցումը երկու կողմերը բավականին տարբեր ձևով ներկայացրեցին, եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը պատմական իրադարձություն որակեցին հերթականորեն, որ վերջա խաղաղության պայմանագրի տեքստը արդեն համաձայնեցրած է, դա եթե բազմից սառիթ ունեցել ենք խոսել, նրա մասն է, որ Նիկոլ Փաշինյանի դարձել է երազանքը, որ այդ Նա ստորագրություն ունի, որ ասի խաղաղության պայմանագիր է կնքել եւ ակնհայտ է, որ խաղաղության պայմանագիրը չի կնքվելու, դրա մասին Ալիևն էլ է բաց հայտարարում եւ հիմա այս ձևակերպումով, որ գոնե խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, այդ անմտություն է, սակայն դրա ֆոնին մենք տեսանք, որ Ալիևը շարունակում է իր պահանջները Նիկոլ Փաշինյանից, սահմանադրության փոփոխություն, նաեւ այդ ճանապարհի հարցը Սյունիքով եւ այլն եւ երեկվա այդ կեղծ պրովոկացիոն հաղորդագրությունները Ադրբեջանի կողմից ուղղված էին Նիկոլ Փաշինյանին, որ տես այդ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը ամենևին խաղաղության մասին չէ, եւ խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ բոլոր պահանջները կատարես, եւ եթե չկատարես, կարող է խնդիրներ լինի։ Այսինքն դա բացառապես ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որ այնպես չէ, որ այդ պայմանագրի տեքստը համաձայնեցված է, ամեն ինչ լավ է, այն մնացած պահանջներն են, եւ որևիցե ակնկալիք ունենալ, որ հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել, անմտություն է եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սա բացառապես իր ներքին քարոզչության համար է օգտագործում, բայց մյուս կողմից էլ այս Ալիևի ռազմատենչ վարքագիծի հայտարարությունները կարծում եմ նաեւ հասարակության մոտ է արդեն են վստահությունը ամրապնդում, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը անհնար է։ Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ աշխարհից մեծ այսպես արձագանք կա տարբեր կենտրոններից կարևորագույն Եվրամիություն, ՆԱՏՕ, խոշոր պետություններն են ողջունում, նույնիսկ Ռուսաստանն ասում է միջնորդ կարող ենք կանգնել այս բանակցություններին, ԱՄՆ-ն է ողջունում, Ֆրանսիայի նախագահի հետ Փաշինյանը խոսել, այսինքն կա որոշակի ճնշում այս գործընթացի վրա, կարծում եք, թե ուղղակի ողջունում են։ Այդ արարողակարգային հերթական այդ կոչերն են, այդ ողջ երկու կողմերին, այդ sense նայում ենք, այդ տարբեր թեմաներով դա եղել է։ Հիշենք օրինակ նախորդ տարի այս նույն շարքը եղավ սահմանազատման process-ի։ Ուր է այդ սահմանազատումը։ Այսինքն այդ սահմանազատման հանձնաժողովի ողջունեցին ու վերջ։ Մենք այս մասին բարձրաձայնել ենք, որ սահմանազատումը սկսվեց եւ ավարտվեց Տավուշով։ Այսինքն այս 1 տարի է, որ այդ սահմանազատումը այդ 2 ամսում հաջողացրին իրականացնել, արդեն 1 տարի է անցնում, որևիցե այլտեղ սահմանազատում չի իրականացվել։ Բա ուր են այդ գերտերությունները, այդ որ ողջունում են։ Բա ինչի չեն պարտադրում Ադրբեջանից սահմանազատումը արագ իրականացվի։ Առավել եւս, որ եթե նայում ենք տեխնիկապես, դա բավականին արագ process է, գոնե քարտեզները ասում են կա, չէ՞, այսինքն այդ հատվածը, որ կարողացան այդպես արագ իրականացնել, հիմա մնացած հատվածները, ընդ որում այդ հատվածում բավականին մեծ վեճեր կար, որտեղ որոշակի նաև ռազմական իրադարձություններ էին տեղի ունեցել 90-ականներին, իսկ սահմանի բավականին մեծ հատվածում որևէ փոփոխություն չէր եղել, այսինքն մնացած հատվածը շատ ավելի արագ է հնարավոր անել։ Կնայդ է, որ Ադրբեջանը չի գնում սահմանազատման եւ այդ գերտերություններն էլ միջազգային կառույցներն էլ որ ողջունում են, հաջորդ օրը անցնում են իրենց ընթացիկ գործերին, նույնը սա է տեղի ունենալու։ Այսինքն Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրից հրաժարվելու եւ այլ պահանջներ ներկայացվելու process-ին այս կոչերը որևիցե ազդեցություն չեն թողնել։ Այսինքն դու կարծում եք ի վերջո չի կնքվելու այդ պայմանագիրը, չնայած որ բոլոր կետերը համաձայնեցված են։ Բաքուն նոր պահանջներ է ներկայացնելու։ Չի կնքվելու, Ալիևին այս խաղաղության պայմանագիրը պետք չէ, ընդհանրապես երկու մասի բաժանենք, հա, Ալիևի քաղաքականությունը ներքին եւ արտաքին։ Արտաքին քաղաքականության մեջ Ալիևը իր գործընկերներին ցույց է տալիս որպես, հա, ժողովրդավարական, խաղաղասեր իշխանություն, առավել եւս արևմուտքին իր տնտեսական շահի տեսանկյունից ելնելով։ Ներքին լսարանի մոտ Ալիևը շարունակում է ցույց տալ Հայաստանին որպես ագրեսոր։ Այսինքն ժողովրդին ինչ է, որտեղ մոտ 20 տարի ինչ էր տեղի ունենում Ադրբեջանի այդ բռնապետական ռեժիմը, որը
ունենալով մեծ ռեսուրսներ, բայց Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանից շատ ավելի վատ է, բայց բյուջեի եւ համախառն ներքին արդյունքի պատիկներով ավել լինելու պարագայում, որովհետեւ միշտ եղել է այն քարոզչությունը, որ մենք ունենք թշնամի հայի դեմս Հայաստանի, դրա համար դուք վատ եք ապրում։ Հիմա Ալիևը խնդիր ունի դա շարունակելու, որովհետեւ որ գալիս է մի հապա, որ այսքան Հայաստանից այլևս վտանգ չկա, թե հարց առաջանալու, բա ինչի են վատ ապրում այդ մարդիկ, ինչի այնտեղ բռնապետություն։ Հիմա շարունակվում է, չէ, որ Հայաստանի սահմանադրության մեջ կա այդ կետը, որը հետագայում էլի ագրեսիաների տեղիք է տալու, դրա համար մենք պետք է զինվենք, մենք պետք է պաշտպանվենք, որպեսզի Հայաստանը չհարձակվի։ Դա միշտ բռնապետական ռեժիմները իշխանությունը պահելու լավագույն ձևը արտաքին թշնամի ունենալն է։ Հետևաբար Ալիևին պետք է, որ ինքը ունենա արտաքին թշնամի դեմս Հայաստանի, այսինքն տեսանելի ապագայում հրաժարվել այդ գործիքից, որովից է նախադրյալ չկա։ Իսկ միջազգային հանրության մոտ, ինչպես մենք տեսել ենք տասնամյակներով Արցախյան հարցի հետ բանակցությունների ֆոնը, իհարկե կշարունակվի։ Եթե մի 20 տարի եղել էր բանակցություններ Արցախի հարցը լուծելու, հիմա որևիցե խոչընդոտ չկա, այսպես ասած, որ եւս 20-30 տարի այս թեմայով հանդիպումներ լինեն, քննարկումներ լինեն, այն աննախադեպ առաջընթացներ, նույն ձևով հիշենք Արցախյան մասով էլ բազմաթիվ փաստաթղթեր կային, չէ՞ որ արդեն պատրաստ էր, վայ ժամ առաջ էսա ստորագրվելու էր, բայց այդպես էլ չստորագրվեց։ Հետևաբար սա էլ է այդ շարքից լինելու, որ այո կհամաձայնվեցվի, ինչ որ մի պահ հնարավոր է այս տեքստը հրապարակվի, տենց պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, ինչ որ մի պահի էլի կարող է ինչ որ այլ ֆորմատով ինչ որ համատեղ հայտարարություն արվի, հա, այդ ցույց տալով որ բանակցությունները գնում են, բայց մեծ հաշվով այն որ հայ-ադրբեջանական խնդիրը կարգավորվի, տեսանելի ապագայում ես չեմ պատկերացնում։ Հատկապես երբ խոսվեց, որ համաձայնեցվել է բոլոր կետերը եւ դրան զուգահեռ իրար հերթ չտալով Հաջիևն ու Ալիևը արդեն պահանջների նոր շարքեր էին ներկայացնում։ Հաջիևն ասում էր հավելյալ փաստաթղթեր են մեզ պետք, փոխհատուցում պետք է Հայաստանը ներկայացնի, Ալիևը Զանգեզուրի միջանցքի թեման կրկին օրակարգ է բերել։ Այո, այդ փոխհատուցումը, որում Բաքվում տեղի ունեցող այդ կեղծ դատավարության ընթացքում, որը բազմիցս նշում են, որ ուղղված է Հայաստանի Հանրապետությանը, արդեն այդ դրվագը տեսնում են։ Այդ դատավարության ընթացքում հնչեցվել է մոտավորապես $60 միլիարդ։ Հիմա այո, արդեն Հաջիևը ասում է, որ չենք բացառում, որ նաև շատ արագ նաև միջազգային ացաններում այդ 60 միլիարդի պահանջը կներկայացվի։ Բայց եթե միջազգային հայցերից հրաժարվում են, այդ փաստաթղթով ինչպես է դա ինքը այդ պահանջը ներկայացնում։ Չէ, հիմա ուր է հրաժարվում։ Դե եթե ստորագրվի պայմանը համաձայնագիրը, այո, պետք է հրաժարվեն իրենք։ Եթե չի ստորագրվի, բայց քանի դեռ չի ստորագրվել, հայցերից ոչ միայն չեն հրաժարվելու ադրբեջանցիները, այլ նոր հայցեր ներկայացնեն։ Այսինքն սա հերթական լծակն է լինելու Նիկոլ Փաշինյանի դեմ, երբ որ հետ հայաց են գցում, այսինքն սա մոտավորապես են կկվի պատվությունն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այդպես է չի հասկանում, որ յուրաքանչյուր զիջում մեծացնում է հաջորդ զիջման չափը։ Այսինքն սկսած հիշեք այդ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից, Արցախի այդ հանձնումից եւ այլն, հիմա շարունակվում է այդ ամեն ինչը։ Ու եթե կար ինչ-որ մի պահ, որ մենք ունենք փոխադարձ զիջումների հնարավորություններ, այս պահին ամեն ինչ վերացել է։ Այսինքն այս պահին Ադրբեջանը ոչինչ չի կարող զիջի, որովհետև ինչ կա մենք ենք զիջել։ Այսինքն մոռացան, այն խոսում են, չէ՞, 31 գյուղերի տարածքներից դուրս գալ էինք պահանջում, ինչ եղավ այդ պահանջները։ Այն որ էտել էին միջազգային հանրությունը, որ մենք չէր գնանք։ Կասեն սահմանազատման գործընթացի արդյունքում է դա։ Էլի միջազգային հանրությունը պահանջում էր Ադրբեջանին դուրս գալ այդ տարածքներից։ Չկա, այդ է մնաց սահմանազատման շրջանակներում։ Հետևաբար այս անընդհատ զիջումները ունի մի նպատակ Նիկոլ Փաշինյանի մոտ ուղղակի պահպանել իր իշխանությունը ու նաև արձանագրենք, որ այս կեղծ քարոզչությունը ներքին, այ դուք խաղաղություն չեք ուզում, հա։ Բոլորը խաղաղություն ուզում են, ժողովուրդն էլ է խաղաղություն ուզում, բայց խաղաղությունը խաղաղության պայմանագիր թղթի կտորից տարբերվում է։ Ու խաղաղությունը ընդհանրապես փաստաթղթերի հետ կապ չունի։ Ադրբեջանի հետ մենք 94 թվականից սկսած բազմաթիվ փաստաթղթեր ենք ունենում։ Նույն նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը, եթե խախտելու ամեն օր Նիկոլ Փաշինյանը ու թիմը դրա մասին են խոսում։ Խախտողը Ադրբեջանն է, չէ՞։ Բայց ինչ երաշխիք, որ այդ նույն Ադրբեջանը, նույն Ալիևը չի խախտելու այս պայմանագիրը հաջորդ օրը։ Ցանկացած պայմանագիր խախտելու համար այսօր աշխարհում հազարատ հեքիաթ կարելի է հանարել, թե ինչի խախտվեց այդ պայմանագիրը։ Ու ոնց երեկվա այդ միջադեպերը։ Հիմա որ այս պայմանագիրը ստորագրվելուց հետո Ադրբեջանը ռազմական բախում սկսի ու այդ բախումից կես ժամ առաջ մի հատ հայտարարություն անի, որ հայերը կրակել են։ Այդ կասի դուք եք սկսել, ես պաշտպանվեցի։ Հետևաբար անիմաստ է փոխանակ զբաղվեն իրական խաղաղությամբ, բանակը տնտեսությունը հզորացնելով, նաև դիվանագիտական հարաբերությունները
ուժեղացնելը, որպեսզի իրական խաղաղություն լինի, որից հետո այդ թուղթը կա, չկա, դառնում է անմտություն, մենք հարևանների հետ մնացած նորմալ անվտանգային առումով գոնե ունենք խաղաղություն, չէ՞, թուղթ կա, իհարկե չկա։ Կամ աշխարհում այդ բոլոր երկրները քանի հատ փաստաթուղթ են խախտել, չունենալով այնուհետև իրական խաղաղություն։ Մասնավորապես պահանջներից Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է բացի Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։ Սա այն է, ինչի մասին բազմիցս ասվում է, ու Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը այս պարզ տրամաբանությունը չի հասկանում, որ այո, Ալիևի պահանջները անընդհատ շատանում են ու այս պահանջները կատարելուց հետո նոր պահանջներ են անընդհատ գալու, այսինքն անընդհատ Հայաստանի նկատմամբ պահանջներ են լինելու։ Ոչ միայն երրորդ ուժ չպետք է լինի Հայաստանում, այլև նա պահանջում է, որ ապառազմականացված գոտի ստեղծվի եւ ապամոնտաժվի սահմանային բոլոր ռազմական ենթակառուցվածքները։ Այսինքն լրիվ Հայաստանը այսպես անպաշտպան մնա։ Այսինքն չլինի որևէ այսինքն ուժային հնարավորություն սահմանի հսկման, ու այդ ճանապարհը, որ անընդհատ Նիկոլ Փաշինյանը այդ բառախաղով ինչ որ բան մանիպուլացնելու տաղանդ ունի, չէ՞, հիմա էլ որ այդ միջանցքը դարձավ, չէ, այտենց անխոչնդոտ ճանապարհ ենք տալիս, ու ստեղ էլ է մի խայտառակ պատկեր, որ ասում է մենք Ադրբեջանին ճանապարհ ենք տալի դեպի Նախիջևան, Ադրբեջանն է մեզ ճանապարհ տալի դեպի Մեղրի։ Այդ Մեղրի ճանապարհ մենք չունենք հիմա։ Ինչների սա պետք Նախիջևանով գնալ։ Սրան զուգահեռ հյուսիս-հարավն է, չէ, կառուցվում։ Հիմա սկսել են, չէ, այդ Սյունիքում որ կառուցում են։ Այսինքն Մեղրիից դեպի Երևան Սյունիքով Վայոց ձորով նոր ճանապարհներ են կառուցվելու, որը էականորեն արագացնելու որակյալ ճանապարհներ են դառնում։ Հիմա մեր ինչին է պետք է Մեղրիով ճանապարհ, Նախիջևանով ճանապարհը, որի դիմաց մենք ճանապարհ ենք տալի։ Այս ճանապարհների ապաշրջափակումը բոլորովին այլ բանի մասին էր։ Սրանով մենք պետք է երկաթգծից օգտվեինք ոչ թե Երևանից Մեղրի գնանք։ Ում է պետք Երևան Մեղրի։ Այդ ինչ ապրանքաշրջանառություն կա կամ այդ մարդիկ նստելու են Նախիջևանով գնան Մեղրի, իհարկե ոչ։ Այն ժամանակ, երբ որ քննարկվում էր, այդ ճանապարհները քննարկվում էր տարածաշրջանային, այսինքն մենք հնարավորություն ենք ունենալու Ադրբեջանի միջոցով գնացքով ապրանքափոխանակություն անենք դեպի Ռուսաստան, հաշվի առնելով Վրաստանի այդ երկաթգծի բացակայությունը, այսինքն մենք պետք է Նախիջևանով գնայինք Մեղրի, Մեղրից հետո Ադրբեջանով Ռուսաստան Բեռների տեղափոխում իրականացնենք, որը էական փոփոխություն է լինելու տնտեսության համար։ Բայց հիմա դա էլ է դուրս եկե։ Այսինքն ասեք, Ադրբեջանը չունի ուղիղ կապ Նախիջևանի հետ մենք ենք տալիս, մենք ունենք ուղիղ կապ Մեղրի հետ, մենք մեր տարածքում անիմաստ Նախիջևանով այդ չի աշխատելու։ Այսինքն արդյունքում, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է, որ երկկողմանիա բացվում այդ ճանապարհները, այն ճանապարհի կարիքը մենք չունենք։ Այդ ճանապարհը մենք ունենք արդեն։ Եթե Ադրբեջանը Նախիջևան չի կարող գնա երրորդ երկրի ճանապարհը պետք իրան։ Հայաստան Մեղրի կապը, Երևան Մեղրի կապը ուղիղ կա։ Այսինքն այս անմտությունը, որ երասխ Նախիջևան Մեղրի երկաթգծի անհրաժեշտություն ունենք մենք։ Բայց ամեն դեպքում թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ իր համար անընդունելի է այդ միջանցք տրամաբանությունը, առհասարակ Զանգեզուրի միջանցք ասվածը, դա տարածքային պահանջ է ենթադրում, նույն արևմտյան Ադրբեջանի տրամաբանության մեջ է Ադրբեջանը սա ասում, եւ մենք ինքնիշխանության ներքո ենք այդ ճանապարհը տալու, եւ իդեպ Իրանի նախագահ այս օրերին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ շեշտել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ընդհանրապես այդ ճանապարհների այդ տրանզիտ ճանապարհների մեջ տարբեր մեխանիզմներ կան։ Ու այն ինչ ի սկզբանե նաև սահմանված էր, նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի չկատարման արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, հիմա եկել հասել է դրան։ Այսինքն այդ անխոչնդոտ ճանապարհը, որը տրվելու է, այսինքն անցնելու են ճանապարհը մեքենաները, որը չի ստուգվում։ Ասում են ստուգվում է, բայց պարզեցված ընթացակարգերով։ Անընդհատ կարելի է մանիպուլացնել, ընդ որում մի բան էլ ասեմ։ Պարզեցված ինչ է ենթադրում։ Դրա մեջ պետք չի գտնել ինչ-որ ողբերգություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներ կան, որ տես տարանցիկ ճանապարհ։ Հիմա մենք էլ դեպի Ռուսաստան գնում ենք, մեքենաները Վրաստանի միջով են անցնում։ Այսինքն մեր սահմանին մեկ է, այսինքն հայ-վրացական, մեկ է Վրաստան-Ռուսաստան այդ երկու սահմաններում մեքենաները կնքվում են ու ընթացքում չեն ստուգվում։ Այսինքն վերջում եթե տեսնում է, այսինքն վրաց սահմանապահը, որ Հայաստանից եկող Վրաստանի միջով անցնող մեքենան մի անգամ ստուգվել է ու կնքվել, այսինքն Վրաստանի տարածքում փաստացի անխոչնդոտ անցնում է։ Այսինքն այդտեղ ինչ որ անընդհատ քաղաքական ինքնիշխանություն այդ հեքիաթները, որ հնարեցին այս քանի տարի այդ նոյեմբերի 9-ի կետը չկատարելու մասով, որևիցե էական խնդիր չէր առաջացնելու, եւ այդ ամեն ինչը պետք է նորմալ կազմակերպել ու գնալ դրան, բայց ելեմ ասում, սա հարցի երկրորդական կողմն է,
Խոսքը այս տնտեսական հարցը չի, արդյոք մենք Ադրբեջանի հետ ունենում ենք խաղաղություն, թե չէ։ Այդ տարբեր ճանապարհները, որ պետք է բացվեին տարածաշրջանի, տարածաշրջանի ճանապարհների բացման մեջ կա նաև Թուրքիայի հետ սահմանի բացում, որը Թուրքիան նույնպես որևիցե քայլ չի իրականացնում։ Այսինքն գլխավոր խնդիրը թողած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հիմա այս ճանապարհի բացումը ընդհանրապես լինում է զիջումներից մեկի կատարումը, ու հաշվի առնելով նաև հասարակության ընկալումը, ես էլ եմ ասում, ակնհայտ է, որ այդ ճանապարհի հայկական կողմի հետ Նախիջևանով անցնելը չի օգտագործվելու։ Բայց ամեն դեպքում, եթե Հայաստանը անգամ ընդառաջ այսպես հայտարարություններ է անում, որ պարզեցված կարող է կանցնել, անխոչնդոտ կարող է կանցնել, միևնույն ժամանակ իրենց պահանջներն ավելի մեծ են եւ սպասելիքները այս ճանապարհից ավելի մեծ են եւ այս ապատեղեկատվությունը, այս ամեն ինչը կարծես հող նախապատրաստին, ինչ որ գործողություններ սկսելու կամ վախեցնելու։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ ստանա ավելին, որովհետեւ տեսնում է, որ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած զիջումների, մարտով կորցրեց Արցախը, ով Հայաստանը ուղղակի խայտարակ ինքնիշխանության ռիսկի տակ է դրել, որ կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, ու դրա դիմաց մենք ոչինչ չենք ստանում, այսինքն այս պահին չկա մի պահանջ կամ մի ակնկալիք, որ Հայաստանը ներկայացնում է, այսինքն գերիների վերադարձ, ինքնիշխան տարածքից դուրս գալ, ու տարբեր որևիցե պահանջ Հայաստանը չի ներկայացնում, որ այս սրա դիմաց մենք պատրաստ ենք բանակցել եւ սա ստանալ։ Հիմա այս համաձայնագրի հետ կապված ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Օլցը նշել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի, ինքը խոսել է Հաջիևի հետ, նրան ասել է, որ պահն է վերջնականապես կնքել պայմանագիրը, ազատել ձերբակալվածներին եւ տարածաշրջանը դարձնել ավելի անվտանգ ու բարգավաճ, նաեւ Ռուբեն Վարդանյանի փաստաբանն են դիմել Նիկոլ Փաշինյանին եւ Արադ Միրզոյանին, հիշատակելով Օլցի այս հայտարարությունը։ Ինչ սպասենք, հնարավոր առաջիկայում նման Թրամփի վարչակազմի կողմից այս հայտարարությունը, որովհետեւ տեսնում ենք, որ եւ ռուս-ուկրաինական հակամարտությունում մեծ առաջընթաց է արդեն նկատվում իսրայելա-պաղեստինյան, այսինքն այն, որ աշխարհում կոնֆլիկտների հաղթահարման ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերը բավականին ակտիվացել են, հույս է ներշնչում, որ բացի այս հայտարարություններից կունենանք նաև արդյունք, բայց մյուս կողմից պետք չէ միայն այս հայտարարությունով ողջևորվել ու ասել վերջ, Ամերիկան կգա, հեսա մեզ կպաշտպանի, որովհետև նման հայտարարություններ եղավ օրինակ Լաչինի միջանցքի փակման ժամանակ նույն Բլինկենը, ընդ որում ոչ թե Հաջիևի, այլ հենց Ալիևի մակարդակի խոսակցություն ունեցավ, որ պահանջեց Լաչինի միջանցքը բացվի, դատարանի որոշումներ, հետաբար այդ հայտարարությունները, եթե չեն հաջորդում, չեն ունենում գործողություններ, հիմա հայտարարություն է, լավ, մի շաբաթ հետո այդ հայտարարությունը բոլորը մոռանում են, ասենք թե կլինի հետևողականություն այդ հայտարարություններին, իհարկե արդյունք կլինի, որովհետև Ալիևի այս բռնապետական հոխորտանքները արդեն այնպես են լկտիացել ամբողջ աշխարհին, Կարմիր խաչի, ՄԱԿ-ի միջազգային կառույցների փակման տեսանկյունից, հետեւաբար Միացյալ Նահանգները միայն խիստ պատժամիջոցների կամ խիստ հնարավոր գործողությունների պարագայում է հնարավոր, որպեսզի հասնի նրան, որ Ադրբեջանը իր այս վարկագիծը նվազեցնի եւ առաջին հերթին այո գերիների վերադարձ ու նաեւ իրական խաղաղություն հաստատի։ Հիմա առաջիկայում ինչ սպասենք, այս եվրոպական խորհրդարանի բանաձևից նաեւ ինչ հետևություն կարող են անել Ադրբեջանում կամ առհասարակ կարևորություն կտան թե ոչ։ Ցավոք Ադրբեջանը բանի տեղ չի դնում նման հայտարարությունները, բանաձևերը, որոշումները, որը որ ականատես ենք եղել Լաչինի միջանցքի փակման ժամանակ։ Իհարկե Եվրոխորհրդարանի այս բանաձևը բավականին խիստ է ի տարբերություն նախկինների, բայց ելի եմ կրկնում, քանի դեռ չկան կոնկրետ գործող, այսինքն քանի դեռ Ալիևը ինչ որ մի բան չի կորցնում կամ կորցնելու վտանգի առաջ չէ, որովհետեւ հայտարարությունը այլևս արժեք չունի։ Դեռ նշված էր պատժամիջոցներ, այս կալանավորման, այս դատավարության հետ կապ ունեցող պաշտոնյաների նկատմամբ։ Այլ որ Եվրոպական մեր գործընկերները որևէ պատժամիջոց կսկսեն կիրառել, այսինքն որ Ալիևը կտեսնի կամ մեր թիմը կտեսնի, որ ինչ որ վտանգի առջև են կանգնեցնում, ինչ որ քայլեր կանեն։ Հակառակ պարագայում այս բանաձևերին որևիցե մեկը ուշադրություն չի դարձնում։ Հետո իրենք այսպես կարծիք էին հայտնում, որ հնարավորություն տրվի իրեն գնան այդ դատավարությունների մասնակցեն եւ այլն, սա արդյոք չի լեգիտիմացնելու այս գործընթացը։ Իհարկե, այն որ մարդիկ գերի են պատանդ են, ովքեր առևանգվել են, դա ակնհայտ է, որը նաեւ նույն Եվրոխորհրդարանի բանաձևում է նշված, բայց մյուս կողմից քանի դեռ չկա այս մարդկանց ազատման հնարավորություն, այդ առումով որոշակի աջակցությունը իհարկե կարևոր է, բայց սրա համեմատ եթե նոր խոսում ենք այդ Միացյալ Նահանգների հայտարարություն, որտեղ այսինքն հստակ ասվում է ազատ արձակման մասին, այսինքն այդտեղ
որ արդար դատավարություններ գործընթացների մասին խոսք անգամ չի գնում Միացյալ Նահանգների հայտարարության մեջ, այսինքն այդ տեսանկյունից այո, ես կարծում եմ, որ գերտերությունները եվրոպական կառույցները կան, պետք է հստակ հայտարարեն, որ մարդիկ գերի են ու պետք է ազատ արձակվեն, որովհետև երբ որ մտնում ենք այդ դատավարության դաշտ, այդտեղ արդեն ինչ-որ ներքին գործերի Ադրբեջանի կողմից միշտ դրա մասին են խոսում, որ սա մեր ներքին գործն է, այս մարդիկ հանցագործեն, պետք է պատժվեն։ Բայց դուք իսկապես իրատեսական համարում եք, որ եթե անգամ համաձայնագիրը ամեն դեպքում Ադրբեջանը կնքի խաղաղության այդ հայտարարության տեքստը, գերիների հարցը դրա հետ համատեղ լուծվի, այսինքն նա վերադարձնի այն դեպքում, երբ նա նոր պահանջներ ներկայացնում, ասում է հակառակը Հայաստանը պետք է համագործակցի մեզ հետ եւ այստեղից մարդկանց ուղարկի, նախագահների անուններն է տալի, որոշ մարդկանց ռազմական, այսպես կարևորագույն պաշտոններ գրաված։ Իհարկե, ելեմ ասում, բացառում եմ այդ համաձայնագրի կնքումը, բայց նույնիսկ եթե այդ փաստաթուղթը կնքվի, դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվեց, այդ փաստաթուղթը կնքվեց, կդնեն մի կողմ, կշարունակենք, ասեն, հա, այտենց խաղաղություն է, մենք չենք հարձակվում, բայց այդ չի նշանակում մենք խնդիր չունենք։ Նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերություններ ես հաստատում, բազմաթիվ երկրներ կան աշխարհում, որ Ռուսաստան, Ճապոնիա ունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց ինչ որ տարածքային խնդիր ունեն, չէ՞, անգամ տարածքային խնդիր ունեն։ Այսինքն այս խաբեությունն էլ պետք է հասկանանք։ Նույնիսկ եթե այս փաստաթուղթը ստորագրվում է, չի նշանակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլևս խնդիրներ չունեն։ Այդ փաստաթուղթը չի նշանակում, որ սենսով ոչ մի հարց չի կարող քննարկվի։ Այո, Ադրբեջանը կշարունակի իր պահանջները ներկայացնել, կասի, այո, եկեք այս պահանջները խաղաղ ճանապարհով կատարեք, հա, անդադ շեշտելով այդ բառը։ Մենք չենք ուզում հարձակվենք, խաղաղ ճանապարհով սա կատարեք, խաղաղ ճանապարհով թողեք ադրբեջանցիները վերադառնան։ Իսկն որտեղ է նշված այս փաստաթղթում, որ ադրբեջանցիները չպետք է վերադառնան։ Հետևաբար նույն գերիների հարցն էլ կտանեն էլի իրավական հարթության մեջ, կասեն, այս մարդիկ, այո, մենք գերի չունենք, մարդիկ հանցագործություն են կատարել, դատվել են, ինչ կապ ունի սա այդ պայմանագրի հետ։ Դրա համար Հայաստանը բոլոր հնարավոր հետագա ռիսկերը, որը կարող ծագեր, պետք է այս պայմանագրի մեջ ներառել։ Իսկ այս պայմանագրում ոչինչ չկա, այս պայմանագրում չկա սահմանազատումը, երբ պետք է ավարտվի։ Դե դա առանձնացվել է։ Այս պայմանագրից առանձնացվեց նաև այդ ճանապարհների բացումը։ Իսկ այս պայմանագրի ընդհանրապես մի հատ այնպես որ թուղթ է, վերնը իր թվում է վերջում այս պայմանագրից մնալու է մեն վերնագիրը, որ Նիկոլ Փաշինյանը այդ վերնագրի տակ ստորագրի։ Հիմա բովանդակային առումով ի՞նչ է փոխվելու, այսինքն այս համաձայնագրի մեջ այդ ի՞նչ է գրվելու, որը ստորագրվելուց ուժի մեջ մտնելուց հետո մեր երկրի կյանքում բան է փոխվելու։ Ոչինչ։ Այսինքն մենակ մի բան հասկացանք, որ այդ հայցերի հետ կանչելն է, այսինքն բովանդակային ու ակնհայտել էր, որ այդ համաձայնագրի հետ որ 14 կետեր, քանի կետեր, այդ բովանդակային որևիցե արժեք չներկայացնող կետեր ա եղել։ Այսինքն ինչ որ տենց հռչակագրային կոչերի տեքստ է դա, որտեղ թե ինչ-որ բովանդակային հարց լիներ, դրա մասին հաստատ Նիկոլ Փաշինյանը կբարձրաձայներ ինչ-որ ձևով, չէ, այս կետի հաշվին մենք սա ենք ստանում։ Ասում եմ, որ ինչ-որ զսպման մեխանիզմներ կա հետագա ռազմական գործողություններ իրականացնելու համար երկկողմանի։ Այդ փաստաթղթերը նման փաստաթղթերի միշտ կան, դրա համար փաստաթուղթ պետք չի, որ մի երկիրը չի հարձակվում մյուս երկրի վրա, դա ՄԱԿ-ի պարտավորություն է, բազմաթիվ պարտավորություններ կան միջազգային։ Այսինքն ասում այդ փաստաթղթի ստորագրումից հետո ինչ է փոխվելու, թող մի հատ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ասեն, այդ փաստաթղթը որ մտնում է ուժի մեջ, եթե չեն ուզում հրապարակեն, հստակ ինչ է լինելու։ Չէ, այսինքն Ադրբեջանը այդ գրաված տարածքներից դուրս է գալու, էս է արվելու, այն է արվելու, հստակ ինչ է, բացի միայն երևի ինչ է փոխվելու իրանց կյանքում, որ այդ այնտեղ գրած է նաև դիվանագիտական հարաբերություններ, ինչ որ մարդիկ կգնան կդառնան Ադրբեջանում դեսպան, ես չեմ բացառում, որ հաշվի առնելով ԿՊԱ-ականների որոշ պաշտոնյաների վարքագիծը կարող է Ադրբեջանի դեսպանը Հայաստանում ԿՊԱ-ական լինի նույնիսկ։ Իսկ երբ որ այստեղից են մարդիկ դեռևս պահանջում, որ այնտեղ դատվեն, այս հայտարարությունը ինչի մասին է խոսում։ Դե այդ ուղղակի ամոթ է նման բաներ մեկնաբանել, որ ցավոք այո ԿՊԱ-ականների այդ քարոզչա մեքենան դեռևս Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակում է իր սև քարոզչությունը, այսպես կոչված այդ ԿՊԱ մերձ նաև այդ փորձագետները, որոնք դրանով են սնվում, հա, այսինքն Ռուբեն Վարդյանի եւ մնացած։ Այսինքն իրենք եւս այդ մասին խոսեն։ Ես նկատում եմ Ալիևի պահանջը, որ օրերս ներկայացրել է։ Չէ, այդ մասով իհարկե սա էլ է լուրջ խնդիր, որ նաև չկա արձագանք, այսինքն գիտեք ինչ որ ինչ-որ պահանջ է ներկայացվում ու ինչ է ասում այն օրը Արարատ Միրզոյանը նման բան չկա խաղաղության պայմանագրում։ Այսինքն հələ մի հատ է, այսինքն դες լավություն ես անում, որ խաղաղության պայմանագրում տենց կետ չեք գրե, հա, տենց մեծ խոսում է։ Փոխանակ դրան արձագանքի արտգործնախարարությունը,
որ Արցախյան հակամարտության ընթացքում որևէ հանցագործություն տեղի չի ունեցել։ Դա եղել է ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, եղել է պաշտպանություն Ադրբեջանի հարձակման արդյունքում։ Դրանից հետո միջազգային բազմաթիվ փաստաթղթերով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կոնֆլիկտի լուծման գործընթաց է եղել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ֆիքսել է, որ այդտեղ եղել է կոնֆլիկտ։ Այսինքն այդտեղ հանցագործությունների տար չի եղել։ Փոխանակ սրա մասին խոսա, որ պաշտպանի Հայաստանի Հանրապետությանը, տենց ասում է, դե պայմանագրում տենց բան չկա, որ այդ մարդկանց չենք վերադարձնելու։ Այսինքն ինքը չի ասում, որ այդ մարդիկ Ադրբեջանի պահանջը անհիմն է։ Այսինքն դրա մասին չի խոսում, ասում է, բայց այդ մարդկանց վերադարձնելու մասին չի ասում, չենք տալու այդ մարդկանց, ասում այդ մարդկանց վերադարձնելու մասին պայմանագրում բան չկա գրած։ Փոխանակ էլ եմ ասում, արտգործնախարարությունը հստակ նաև ուղղված միջազգային հանրությանը, որ ասի, այս կեղծ դատավարությունները որևիցե բան իրականության հետ կապ չունեն ու չի կարող հայ-ադրբեջանական հարաբերություններում Արցախյան հակամարտության այդ process-ում սկսած 88 թվականից մինչև այսօր հանցագործության որևէ տար լինի, այսինքն ամբողջ գործողությունները եղել են բացառապես ինքնապաշտպանական, տեղի ունեցան ռազմական գործողություններ ու հանցագործության որևէ նշույլ այդտեղ չկա։ Սրա մասին է, որ իշխանությունները չեն խոսում։ Եվ այս մասին գիտեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բայց մենք տեսանք, որ բազմիցս նաև Արցախ են այցելել։ Այցելել են, հանդիպել են նախագահների հետ, բայց դատավարությունը մեկ ամսից ավել է տևում է եւ նոր մի քանի օրերի ընթացքում երբ Ռուբեն Վարդանյանը հացադուլ իրականացրեց, կարծես ուշադրությունը այդ ժամանակ Ես նաև այդտեղ հանցագործ բոլոր մեղադրանքների մեջ կա նաև Ռուբեն Վարդանի մասով, հա, որ այդ ապօրինի հատել է սահմանը։ Այսինքն ինչ է ստացվում, այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ գնացել են Արցախ, հիմա իրանք էլ էին ապօրինի հատը։ Երբ որ գնում են Բաքու, Ստեփանակերտ, Երևան, բայց մարդկանց նկատմամբ էլ թող գործառության, եթե կարողանում են, բայց թող մարդիկ սրա մասին խոսեն։ Ասեն, այդ մենք էլ ենք գնացել։ Ռուբեն Վարդանը, երբ որ գնացել է Արցախ, գնացել է Լաչինի միջանցքով, ոնց բոլորս ես էլ բազմաթիվ մարդիկ միջև փակվել է, որը նաև սահմանված է եղել նոյեմբերի 9-ի այսինքն Ադրբեջանը ստորագրել է, որ այդ միջանցքում ապահովում է անխոչնդոտ մուտք ու ելքը քաղաքացիները։ Ռուբեն Վարդանը ու բազմաթիվ մարդիկ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, անխոչնդոտ ացել են այդտեղով։ Խոսենք նաև Գյումրիում ընթացող նախընտրական քարոզարշավից, դուք ձեր կուսակցությունը եւս ունի թեկնածու Կարեն Մալխասյանն է, ինչ սպասելիքներ ունեք, ինչ կլինի Գյումրիում։ Արդեն մի քանի օր է քարոզարշավը սկսել է, ցավոք իշխանությունը ինչպես եւ ակնկալվում էր, հա, վարչական ռեսուրսներ, օրենքի խախտումով պաստառների փակցնել, այսինքն այս էժանագին վարկագիծը, որը տենց ամբողջ քաղաքը ողողել են, հա, այդ իրենց նկարներով, որ մարդկանց մոտ արդեն այդ չտեսությունը նաև բացասական վերաբերմունք է առաջացնում ու կեղծ խոստումներ, այսինքն այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ այնպես լուսնից իջել են Գյումրի, վայ, ես ինչ է կատարվում, վայ, ես ոնց թե բան հեսա լուծենք, այսինքն տենց մոտավորապես որ 2 օր առաջ են եկել իշխանության այս մարդիկ, այսինքն 7 տարի բա ինչ էի կանում։ Այդ խայտարակ վիճակը Գյումրիի, որ այս քարոզարշավի ընթացքում գնում եք այնպես մուննա թե գալի չգիտեմ ում վրա, բայց ով պետք է լուծեր այս հարցերը։ Այդ Բալասանյան դաշինքի հետ որ գործընկեր եք, որ մարզպետ ունեք 7 տարի, այս չեք տեսել այս խայտարակ վիճակը, որ հիմա տենց գնացել եք, տենց զարմացած հայացքով նայում եք այս ճանապարհներին, ես իմ շենքերին, ես իմ ինչին, հեսա կգանք կլուծենք, բայց զբաղվեք։ Այսինքն այս խայտարակությունը, որ ԿՊ-ն այս 7 տարի ցուցաբերել է Գյումրիում, ես վստահ եմ, որ գյումրեցիները իրենց արձագանքը կտան ու ԿՊ-ն որևէ շանս չունի այնտեղ հաջողության հասնելու եւ նաեւ այս 3 ամիսների ընթացքում այդ պաշտոնակատարի նշանակում է բացառապես քարոզչության ավից ինչ արել 3 ամիս այդ մարդը։ Գյումրին բյուջե չունի։ Այսինքն այս 3 ամիսա փոխանակ նստեին գործ անեն, Facebook-ում մենակ նկարներ անեն ու ցույց տային, որ վայ, այսինքն խայտարակություն է։ Հանրապետության երկրորդ քաղաքը արժանի է ունենալ նորմալ կառավարում, որտեղ ԿՊ-ն որևիցե դեր չպետք է ունենա։ Ինչպես իրենք ընդդիմադիր վարկագծով անընդհատ Գյումրիի մասին են խոսում, Հայաստանի մասին են խոսում, շատ լավ կգան կաշխատեն։ Կգան որպես ընդդիմադիր խմբավորություն Գյումրիում ԿՊ-ն։ Թող գա այդ բողոքի, ասի, վայ, այս ասֆալտը, վայ, այս ճանապարհը, որը հիմա որպես իշխանություն է ինքն իրանից բողոքում, մի փոքր բնական է, բնակչությունը իրենց քվե կտա որպես ընդդիմադիր խմբավորություն կունենա, ու կարծում եմ կհաջողվի ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության արդյունքում Գյումրիում ձևավորել նորմալ իշխանություն, որը կծառայի կհամախմբվի ընդդիմությունը։ Դե ինչ է տեղի ունենալու, եթե որևիցե ուժ 50%-ից ավել չհավաքի, հետո հա կձևավորվի իշխանություն,
մենք այդ մասով հայտարարել ենք, որ անելու ենք առավելագույնը, որ նման իրավիճակ ստեղծվի, այսինքն ԿՊ-ն չհավաքի 50% եւ մնացած ուժերը համագործակցության արդյունքում ԿՊ-ին իշխանազրկեն ձևավորեն իշխանություն, դեռ վաղ է խոսել, քանի որ հայտնի չէ թե քաղաքացիները որ ուժերին կգործողեն ավականու կազմում ներկայություն ունենալու, տարբեր հնարավորություններ կան, այս բանին այդ մասին չենք խոսում, անում ենք մեր քարոզարշավը մաքսիմում շատ քվե ստանալու, բայց նաև քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ ուժերն են, որոնք բացառում են ԿՊ-ի հետ համագործակցությունը, որովհետև ԿՊ-ն Գյումրիից իշխանազրկելու process-ը առաջնային է, եւ նաև եթե կստացվի այնպես, որ մի քանի ուժեր կձևավորեն իշխանություն, դա էլ է բավականին արդյունավետ, որովհետև տարբեր ուժեր իրենց զսպումներով, համագործակցությունը ոչ թե մի ուժի ձեռքը չի կենտրոնանե հանրապետության երկրորդ քաղաքը, բավականին արդյունավետ կառավարվի։ Քարոզարշավը դեռ ընթանում է, հուսով եմ գյումրեցիները նաև գիտակցված որոշում կկայացնեն ու նաև շատ կարևոր է, որ առիթից օգտվելով նաև գյումրեցիներին կոչ եմ անում, անպայման գնան ընտրության, որովհետև ընտրության չգնալը նշանակում է ընտրել իշխանությանը։ Ընտրության չգնալը մարդիկ ասում են, դե հա դժգոհ ենք իշխանությունից, առհամարում ենք չեն գնում, չէ, գնացեք ընտրության։ 9 ուժ է մասնակցում, առնվազն մի քանի ուժեր հստակ հայտարարել են իրենց դիրքորոշումը, որ ԿՊ-ին չեն ընտրելու։ Իսկ որ ուժերն են, որ ԿՊ-ին կարող են ընտրել։ Չեմ ուզում այս պահին մեկնաբանել, ես կարծում եմ, որ հանրությունը դա գիտի ու նաև բոլորը պետք է այդ մասով, ոչ միայն հայտարարությունով, իրենց վարքագծով, հա։ Օրինակ մենք 3 տարի է թիմ ընտրություններին մասնակցում ենք, չկա միտեղ, որ մենք ԿՊ-ին աջակցենք։ Կան ուժեր, որոնք ունեն հստակ քաղաքական ընդդիմադիր վարքագիծ, մեր համար իրենց խոսքը վստահություն է ներշնչում։ Հետևաբար մնացած ուժերն էլ թող այդ մասով իրենց դիրքորոշումը հստակ հայտնեն ու քաղաքացիները անպայման գնան ընտրության։ Էլ եմ ասում, բազմաթիվ ուժեր կան, մեկին չեք հավանում ընդդիմադիր, մյուսին ընտրեք, բայց անպայման գնացեք ընտրության, որովհետև ընտրության չգնալը ապահովում է ԿՊ-ի հաղթանակը քիչ ձայներով։ Իսկ եթե քաղաքացիները գնան ընտրության, դրանով տեր կկայանան իրենց իշխանությանը։ Հիմա պայքարը գնում է, ասում են, իշխանության Սարիկ Մինասյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև։ Չեմ կարծում, պայքարը գնում է բազմաթիվ ուժերի միջև, բոլորն էլ ունեն իրենց հեղինակությունը, իրենց քարոզարշավն են իրականացնում, ի վերջո քաղաքացիներն են վերջում որոշում։ Հիմա եթե ինչ որ ուժեր հնարավոր է հանրության ինչ որ մոտ քիչ ավելի շատ վարկանիշ ունեն, այս պահին քարոզարշավի դեռ մի 2-3 օր է ացել, հետեւաբար այս պահին վաղ է դեռ ասել, որ ուժերը կունենան, իհարկե իշխանությունը իրենց վարչական ռեսուրսով որոշակի առավելություն ունի, բայց դա բավականին փոքր է, որովհետև առանց դրա, ելեմ ասում, եթե չլինի վարչական ռեսուրսի կիրառում, չլինեն այս ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ԿՊ-ն կարող է նույնիսկ այդ 4%-ը չհաղթահարել։ Բայց Փաշինյանը գնաց Գյումրի անցած կիրակի եւ այդպես Գյումրու ոչ թե ապագայի մասին էր խոսվում եւ այլն, այլ խոսում էր ներկա նախկին էս խնդիրի մասին, ասում էր նախկիներն եկել են վերջին ճակատամարտը տան, թալանածը հետ բերեն եւ այլն, այսինքն մտահոգություններ ունեն, որ իրենց տեխնացուն կարող է չանցնել եւ Փաշինյանը ինքն էր արդեն ներկայանում, որ կարողանար այդպես իհարկե Փաշինյանի այդ ընդդիմադիր այդ քարոզչությունը ես կարծում եմ արդեն ժողովուրդը հոգնել է դրանից 7 տարի է Փաշինյանը խոսում է թալանը հետ վերադարձնելուց։ Այդ Գյումրի ընտրությունները ինչ կապ ունեն։ Չի կարելի էլի այսքան իջացնել այս քարոզչության հաշվին, նաև այս պետական կառույցների նկատմամբ վերաբերմունքը։ Ասենք մենք հենց ջանդամ ասում արդեն, որ ասում է չենք զարմանում Նիկոլ Փաշինյանի այս ռետորաբանությունից։ Այսքան երկար խոսում ենք այս տարածաշրջանային խնդիրներից, չէ՞։ Հիմա աշխարհի գերտերությունները նայում են, չէ՞, ինչ որ են, որ փաստաթուղթ են ստանում, պայմանական, ասենք Հայաստանի ղեկավարը ինչ է խոսել, իսկ ինչի՞ց է խոսում այս մարդը։ Իդեպ նախընտրական քարոզարշավը դեռ չէր սկսել, Փաշինյանը գնաց եւ նայում են մի հատ ինչ-որ քաղաքում թիմ ընտրություն, հա, որ ամբողջ աշխարհում էլ լինում է, երկրի ղեկավարը գնացել, ասում է՝ «Դի թալանը հետ վերադարձվի»։ Ինչ կապ ունի թիմ ընտրությունները։ Դե ասում էր ընդդիմադիր այն տեխնացուները, որոնք որ կան, այդ նպատակով են Գյումրիում առաջադրվել, ասենք այդ նպատակով են, ասենք թալանը մի րոպե կա, այդ process-ը որ པարզ հասկանանք, դատախազությունը ապօրինի գույքով գործը հարուցում, տալիս է դատարանին, դատարանը որոշում է, այդ գույքը անցնում է պետգույքի սեփականություն, հետո վաճառում է։ Այդտեղ Գյումրի ավականին, Գյումրի քաղաքապետը ինչ ֆունկցիա ունի։ Ամենաչսիրած ԿՊ-ի ամենասենց պայմանական ասած թալանչի մարդը գնում է դառնում է Գյումրի քաղաքապետ, որևիցե ֆունկցիա չունի խոչընդոտելու դրա։ Այսինքն այս process-ը թիմերի հետ կապ չունի։ Ընդհանրապես նախ Նիկոլ Փաշինյանի հետ է կապ չունի, որովհետև իրավապահ համակարգը դատախազություն դատարան Նիկոլ Փաշինյանից է անկախ լինի, չէ։ Այդ մարդիկ պետք է իրանց գործը անեն, որը չեն անում։
Թալանչիների մեծ մասը շարունակում է իր առօգ-փառօգ կյանքը, բոլորս տեսնում ենք Երևանի կենտրոնում մնացած տեղերը նոր ներդրումներ են անում, այն մարդիկ, ովքեր այս երկիրը թալանել են, այսինքն Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանցից ոչինչ չի վերադարձնում, այն վերադարձած գույքերը, ծավալները, այդ Range Rover-ները, որ կան, պարզ թվաբանություն է, այսինքն այդ 20 տարվա թալանացը, որ եղել է, որ խոսում են։ Հիմա 20 տարվա բյուջեի 0.1%-ն է ընդամենը վերադարձվել։ Պատկերացնում եք 0.1%-ը։ Ուր է այդ թալանացը։ Իսկն թալանացի մեծ մասը չի վերադարձվել ու ընդհանրապես խոսք չկա այդ մարդիկ շարունակում են իրենց կյանքով ապրեն, երևի ավելի լավ, քան նույնիսկ իրենց իշխանության օրոք։ Իսկ մի կարևոր բան է, լավ, ժողովրդին ինչ էր ասվում, որ ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև ձեզ այս մարդիկ թալանել են, հեսա թալանը բերում ենք լավ ապրեն։ Բա որ թալանը վերադարձնում եք, ինչ եք հարկերը բարձրացնում։ Այսինքն այդ թալանը վերադարձվեր պիտի գար բյուջեն շատանար, մարդիկ լավ ապրեն, ուր են թոշակների բարձրացումը, ուր է Գյումրիի տնակները, այդ տնակները, բա որ այդ թալանը վերադարձնում եք։ Այդ ամեն, որ ասում եք, դե ամեն Range Rover-ը կարևոր է, բա ամեն Range Rover-ի, ամեն մեքենայի, ամեն մի հողակտորի են, որ Նիկոլ Փաշին հատիկ գրում է։ Բա հատիկ եկեք ամեն Գյումրենցուն մի հատ տուն տվեք։ Ամեն հատիկի կողքը, ասեք, այս հողը վերադարձրեցինք, այդ 10 միլիոն դրամա, 20 միլիոն դրամա, որ մեզ է ասում են, դե այտենց ինչի եք ընդդիմանում այդ ամեն 20 միլիոն դրամը, այո, կարևոր է, բա ամեն 20 միլիոն դրամ հատիկի կողքը եկեք մի հատ Գյումրեցու տուն տվեք, ասեք, այս 20 միլիոնը մտավ բյուջե, այս 20 միլիոնը ժողովուրդ ջան, ձեզանից էին թալանել, դրա համար դուք տնակներում եք ապրում։ Գնացեք այդ 20 միլիոնով մի հատ մարդու տուն արեք, տեղափոխեք այդ տնակը քանդեք։ Այսինքն ինչ է տեղի ունենում, որ այս թալանացը, որ վերադարձնում է, ծառայում է իրենց պարգևավճարներին, իրենց նոր մեքենաներին, իրենց շրջագայություններին։ Ժողովուրդը չի զգում, որ այդ թալանացով իր կյանքում բան է փոխվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։